Ահ
Ask
կազից որպես զանարագողի, և զգոցերից մատրուչանը զառաջին զորմերկացաներով, և ողորմյակ բարարածոց երից զվարմուզերից։ Որի աստուծով աստված շային, որ այն սարակարական կոցով, և արեն արկիսս ոսուս և կրակա, ասանելով ուղիան, հաջետար, և այլեցրելով, և համաստան ալով արխալ, մեղայերնես և առաջիկով, իշյացից սոտից հավատանի, որ ժամրասակրությանով, և օրնյակ վարատով, և իշխացման։ Որդի աստուծո աստված ճշմարիտ, որ իջերի օրնանան և վերնանում, և լուսավոր է ձեր Քրիստոսն կյանքով բաղազանի, եղա երկինս և առաջիկով, ատյացից վերստին աստվածային դրով, որ ոսեցրել է ոսուս դարակարս, և ողորմյան բարարածոց և ինձ մասնոներից։ Աներ Սերիկյոն, մեր արկեն մտով իմով, ոգով և ալով իմով, իշերս մերս ես առաջինս ասը ամենատում սրտով, և ողորմյան բարարածոց և ինձ մասնոներից։ Տեսով ամենայնի, մեղակ ես, որ փողոքանին և գործով, ջնջյա զրագի կանցանացի ոց և գրյազանունի միտակություն կենած, և ողորմյան բարարածոց և ինձ մասնոներից։ Նով կապնյաց, մեղակ ես կամայի վազապարի, կյապի համիության, ողություն շտորյան մեղավորի Իսուսի, ծնունդեն են զտմավազանի մինչև ցայսօր մեղության մարաջես պատությանը, որ կրնով իմով և ամենենյասնով պարմուց, և ողորմյան բարարածոց և ինձ մասնոներից։ Ամենախնամձեր, դիպ պահապան աչյացի ոց ձերքու կոսուր, ոչ և սայի այրակ, և ականջացի ոց ոչ ախորժել լսել զբանս ճարդյան, և վերանոյիմով ոչ կորելս սրություն, և սրտիմով ոչ կորելս ճարդյուն, և ձեռացիմոց ոչ գործել սանիրակություն, և ողիցիմոց ոչ գնալի ճանապարհ սպանականության, այլ ուղիա շարժումը սոցիալ ինել միշտս պատվիրանած ոց ամենայնի, և ողորմյան բարարածոց և ինձ բազմամերիս։ Ուրք ենքանի Քրիստոս, ըսուր սիոգոզ որոքերետի, որ որդյա համզի, զիայես ծեր զաղ ողորիմով, և սրտես ծեր սրիչ մնացիմով, և մատվեսես մերս մանուիմով, և արեսել Քրիստի կյանքորի սրտին, և ողորմյան բարարածոց և ինձ բազմամերիս։ Իմաստություն որ, Իսուս կուրից իմաստություն, ըս բարից խորել, և խոսել, և գործել առաջին ու ամենայն ժամ, իչավ որքոց, իբանից իմ գործոց պրկյազիս, և ողորմյան բարարածոց, և ինձ բազմամերիս։ Կամեցով բանյաց տեր համարար, մի թողորսիսի կամս անձինի մոգնալ, այդ առաջնորդյային տեր միշտս կամած ոց բարեսյաց, և ողորմյան բարարածոց, և ինձ բազմամերիս։ Արկան երկնավոր, ուրին արկային չիզգով, որդոսնացած կենյացոց, և դորացող սինքի, ասենս լեզս եսիերս կիզներ, և արմենս կամսը, և ողորմյան բարարածոց և ինձ բազմամերիս։ Նավոր արածով, այան նշանակություն ոսոքի և զմարմիջի պատրանած մեղած, ի փորձության ստիվացի մարդոց անիրաված և ամենայն վտանգից ովքորի և ողորմյան բարարածոց և ինձ բազմամերիս։ Պահապան ամենայնի Քրիստոս, աչ կողողանի լիցի վերամեր, ի տվե և գիշերի, ի նստիլի տալ, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել և ի հագնել, զիմերթեքս ասանեցայց և ողորմյան բարարածոց և մեզ բազմամերիս։ Աստվածին, որ բարահասը ձեռերքով և լրուս ամենայն արածս ողորմությանքով, քեզ հարցնանեմ զարդնիմ, դու հոգա և պատյաստյաս պետս որդո և անդոյիմով, այսը հետև մինչև անիթյան, և ողորմյան բարարածոց և ինձ բազմամերիս։ Դարձուցիչ բոլորերով, դարձուցիչ չարսողության ծնոց բարեսողություն, և վերվերյա և հոգի
Thank you.
այսօր արժանապատիվ եղբայրներ, սիրելի քույրեր եւ անչափ սիրելի հավատացյալներ։ Նախ եւ առաջ պատիվ ամենակամ մեր Տիրոջը հրաշալի այս մեկ առիթի համար ևս, որ Սուրբ Մարիամե եկեղեցու սրտ այս խորանի առջև և գամարների ներքո մեկտեղվել են մեկ անգամ ևս աղոթելու և մեր աղոթքը միասնաբար Տիրոջն առաքելու և զորանալու Աստծո օգնությամբ ու շնորհներով ուրախ եմ բոլորին ողջունելու Սուրբ Մարիամե եկեղեցու անունոր և Որդու և Հոգու Սրբո ամեն։ Այսօրվա ճաշու ընթերցվածներից ընտրել եմ Պողոս առաքյալի թուղթ ուղղված հռոմեացիներին մի գեղեցիկ հատված, որտեղ որ առաքյալը նկարագրում է մարդուս հոգևոր կյանքի ամենախորը գաղտնիքներից մեկը։ Երբ մարդ ցանկանում է բարին կատարելու և այն իրականացնելու անկարողության ողբերգությունն է անում։ Այս հատվածը յուրաքանչյուր մարդուս հոգևոր կյանքի փորձառության հայելին է կարծես։ Երբ յուրաքանչյուր մեկիս դեմ հանդիման կանգնեցնում է հոգևոր մեր կյանքի առջև և ասում այդ հայելու միջով ուշադիր նայիր հոգուտ ու սրտիդ։ Այս հատվածը հետաքրքիր է, որովհետև առաքյալը խոսում է հոգևոր անվերջանալի մի պայքարի մասին, որ յուրաքանչյուր հավատացյալի հոգում ու սրտում է տեղի ունենում։ Այսպես ուրեմն ասում է առաքյալը. օրենքը սուրբ է, պատվիրաններն էլ սուրբ և արդար ու բարի։ Անմիջապես ընթերցման հենց սկզբում առաքյալը շեշտում և կարևորում է, որ Աստուծո տված յուրաքանչյուր պատվիրան սուրբ է և բարի։ Եվ չարը և մեղքը ոչ թե Տիրոջ պատվիրանի կամ տված օրենքի արդյունքն են կամ շարունակականությունը, այլ Տիրոջ յուրաքանչյուր պատվիրան և օրենք տրված է մարդուս կյանքի փրկության և հավիտենությունը շարունակելու համար։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. Տիրոջ օրենքը լույս է, իսկ մեղավոր մարդը այդ լույսի տակ կանգնելով տեսնում է իր հոգու վերքերը։ Երբ առավոտյան արեգակը ծագում է և իր շովերն արձակում երկրի վրա և թափանցում յուրաքանչյուր բնակարանից ու տնից ներս, առաջին բանը, որ ցույց են տալիս արևի շովերը, այդ տան կառույցի վրա եղող փոշին է։ Ուզենք թե չուզենք, եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ առաջինը մեր աչքը հենց այդ փոշուն է զարել։ Տիրոջ պատվիրանի և օրենքի լույսը, երբ ծագում ու թափանցում է յուրաքանչյուր հավատացյալի սրտից ներս, առաջին բանը, որ պիտի ցույց տա, դա մեր հոգու փոշին է։ Այն կեղտը, որ կուտակված է մեր հոգում ու սրտում։ Միշտ օրինակ եմ բերում։ Երբ մտնում ես նկուղ, որտեղ միշտ խոնավություն կա, և լույսը վառում, ինչ է տեղի ունենում առաջինը, եթե իհարկե դեր և ճար չեք դրել անկյուններում, խավարասերներն են փախչում, որովհետև լույսին չեն կարող դնում, անհետանում են, խավարն են փնտրում, ծագուցուկ են ման տալիս, որ փախչեն։ Ճիշտ այդ կերպ, երբ Տիրոջ օրենքի լույսը սիրելիներ յուրաքանչյուրիս հոգում է ծագում ու վառվում, մեր հոգում կուտակված խավարասեր, մեղքը
մեքենայով եկեղեցի էի գալիս, ճանապարհ անցնող մի երիտասարդի այս վերնաշապիկի վրայի գրված այդ բառերը, բառակապակցությունը աչքս ընկավ եւ հասկացա, որ այս վերջին շրջանում այդ նույն բառակապակցությունը անընդհատ կրկնվում է։ Ազատ մարդ։ Տեսել եք, չէ՞։ Ազատ մարդ։ Մարդուս ուղեղում կաթեցնում են կամած արկամած, կաթիլ արկաթիլ, որ դու ազատ ես, որ դու կարող ես ապրել ինչպես որ ուզում ես, կարող ես անել այն ինչ որ ուզում ես, կարող ես մտածել այն ինչը որ ցանկանում ես, դու ազատ ես։ Իսկ արյունտ ես, որ առաքյալն ասում է, ճշմարիտ ազատությունը Տիրոջ պատվիրանի հնազանդ մնալու մեջ է։ Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։ Իսկ եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Այս պայքարի մասին է, որ առաքյալը խոսում է այսօր։ Ուզում եմ սիրել ընկերոջս իմ անձի պես, բայց վերջին պահին սկսում եմ դատապարտել։ Ուզում եմ խոնարհվել Աստծո խոսքի առջև, բայց վերջին պահին հպարտությունս թույլ չի տալիս ինձ։ Ուզում եմ անկեղծ սիրտս բանալ Տիրոջ առջև եւ աղոթել, բայց ինքս գնում, փախչում է, ծուլանում եմ, բառերը դուրս չեն տալիս բերանիցս։ Ուզում եմ անկեղծորեն ներել ինչպես որ Տերն ասեց, բայց չեմ կարողանում մոռանալ այդ մարդու տված վիրավորանը, որն էլ չարը կրտելով ասում է չէ, որ ներես երես կարի, երես առավ աստղարն էլ հետը կուսի, արի դու իրան մի ների, և Տիրոջ խոսքը, որ պիտի ծագեր մեր հոգում, մատնվում է պարապության։ Ուրեմն այս պայքարի մասին է, որ Տերը խոսում է, որ յուրաքանչյուր հավատացյալիս հոգում ու սրտում երկու աշխարհներ են իրար բախվում։ Ինչպես Սուրբ Մակար մեծն է ասում, մարդու սրտում մշտապես երկու աշխարհներ են հանդիպում, լույսի և խավարի աշխարհները։ Բայց մի լավ նորություն ունեմ մեզ համար, որ այս պայքարը չի նշանակում, որ հավատքը մեր բացակայում է, այլ ընդհակառակը ցույց է տալիս, որ մարդուս հոգում կենդանի խիղճ կա, որ իրեն ցավեցնում է, որ իր սխալ ճանապարհի վրա դրած ոտքը ետ է բերում։ Այդ պատմությունը կա, չէ, որ թոռնիկը պապին հարցնում է, ինչ է բարի և ինչ է չարը։ Պապը թոռնան ասում է, բալես, մարդուս հոգում ու սրտում երկու գայլեր կան մշտապես կռվող, մեկը սպիտակ, մյուսը սև, սպիտակը բարին է, սևը չարը։ Լավ ասում է, այդ կռվի արդյունքում որ գայլն է հաղթում, պապի, ասում է, որի որ դու շատ կկերակրես, նա էլ կհաղթի։ Ուրեմն հավիտենապես այս խավարի ու լույսի պայքարն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուրիս հոգում ու սրտում։ Այն նույն պայքարը, որ տեղի է ունենում Պողոս առաքյալի հոգում ու սրտում։ Հոգևոր մահը սկսվում է այն պահից, երբ մարդը դադարում է պայքարել մեղքի ու խավարի դիմաց։ Շատ ենք լսել, Տեր այլ չեմ կարող, իմ ուժերից վեր է, էլ չեմ սիրտս հոգիս է չի դիմանում, ես միշտ տենց եմ եղել, ես միշտ գնալու եմ դինելու, միշտ գնալու եմ խաղատում, միշտ գնալու եմ անառակների ճանապարհով, որովհետև ես այլևս թույլ եմ, ես չեմ կարող դիմադրել։ Այն ինչ առաքյալն ասում է, մինչև կյանքիդ վերջին շունչը պիտի պայքարես և չի պիտի վախենաս։ Ասում են մի հարբեցող մարդ, ով օրը հարուր բաժակողի էր խմում, ի վերջո հոգնած
այդ կյանքից, այդ պայքարից վանքի դուռնացեցում։ Ասում խնդրում եմ ինձ օգնել, այլևս չեմ կարողանում ես սրա դեմ պայքարել։ Վանահայր իրեն ընդունում է մեծ մահություն։ Եվ տարիներ շարունակ այս հարբեցողը դառնում է վանական։ Երբ հասնում է իր կյանքի արդեն հեռանալու պահը, մահանում է, վանահայրն ասում է, որ ամենայն մեծ պատիվներով պիտի հուղարկավորենք մեր եղբորը։ Մյուս վանականները սկսում են բողոքել, ախր ասում են հայրսում, դուք չէիք զգում, որ այս մարդու վրայից միշտ ողու հոտ էր գալիս։ Ինքը թեկուզ մտավ վան, բայց երբեք չդադարեց խմելուց։ Ասում է, ես գիտեմ ինչ ճշմարտություն։ Երբ այս մարդը մտավ վան, օրը 100 բաժակով էր խմում, բայց մեռնելու օրը արդեն հասել էր ընդամենը 2 բաժակ։ Ինքը չէր վախենում, պայքարում էր, և ես տեսա, թե ինչպես հրեշտակները իր հոգին առած երկինք տարան, և եթե հրեշտակները երկինք տարան, ով եմ ես, որ իրեն պատվի չարժանացնեմ։ Չվախեցավ, չընկրկեց, այլ պայքարեց, 100-ից 2 բաժակի հասնել։ Մեր կյանքում էլ կան այդ 2 բաժակները, տարբեր տեսակով, տարբեր գույների, տարբեր չափերի, ինչպես ենք մենք պայքարում նրանցնել։ Բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ այլ օրենք, որ պայքարում է իմ մտքի օրենքին հակառակ և ինձ գերի է դարձրել մեղքի օրենքին, որ կա իմ մարմնի անդամների մեջ։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, չարի արմատը մարդու ազատ կամքի հիվանդության արդյունքն է։ Առաքյալն ամենևին չի ասում, որ մարդուս մարմինը մեղքի բուն է։ Մեր եկեղեցին երբևէ չի քարոզել ու չի ասել նման բան։ Այլ դրան հակառակ միշտ ասել է, որ մարդուս մարմինը Աստծո ստեղծագործության գագաթնակետն է։ Եվ մարդուս մարմինը սուրբ հոգու տաճար։ Առաքյալը այստեղ ոչ թե խոսում է մարդու մարմնի ապականված լինելու մասին, այլ խոսում մեր տկար բնության մասին, մեր տկար և ազատ կամքի մասին, որով որ մենք ինքներս մեր մարմինը դարձնում ենք մեղքի բաժին, դարձնում ենք մեղքին գործակից։ Մարդը այսօր տեխնոլոգիական այս դարաշրջանում ինչի ասես, որ չի հասկանում։ Էլ արհեստական բանականություն, էլ ռոբոտների չգիտեմ շարասյուն, էլ գնալ լուսին հետ գալ, էլ Մարսի վրա հողեր առնելու ծախել։ Այս ամեն ինչը գիտելիքի մասին չի, այլ մարդու հոգու հիվանդության մասին։ Որովհետև այս ամեն հաղթանակի մեջ մարդը մինչև հիմա չի կարողանում սանձել իր լեզուն։ Մարդը մինչև հիմա չի կարողանում սանձել իր բարկությունը։ Մարդը մինչև հիմա չի կարողանում վերջ տալ իր աղտոտ կրքերին ու ցանկություններին։ Մեր մարմինները սուրբ հոգու տաճարներն են։ Մեր մարմնի անդամները Աստծո գործակիցներն են։ Մեր աչքերը, որ աստվածային լույսը պիտի տեսնեն, տեսնում են մեղքի աղտեղությունը, տեսնում ամեն անբարոյականություն։ Դա կլինի ֆեյսբուքյան, սոցիալական ցանցերի անբարոյական վիդեոները, դա կլինի դրսում տարածված մեղքի ու անբարոյականության ալիքները։ Մեր ականջները, որ մեռոնով սուրբոցված են, և Աստծո պատվիրանները պիտի լսեն, առավոտից իր
անիծում են։ Մեր ոտքերը, որ եկեղեցի պիտի տանեին, տանում են դեպի գինետուն, գիշերային ակում, դեպի խաղասրահ, դեպի կործանման, դեպի դժոխքի դարպասներ։ Ուրեմն ոչ թե մեր մարմինն է, որ ապականացու է եւ աղբով լեցվում, այլ մենք որ մեր մարմնի անդամները դարձնում ենք չարինգերի։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում։ Սուրբ Իսահակ ասորին ասում է, նա, ով տեսել է իր մեղքը, ավելի մեծ է, քան նա, ով տեսել է հրեշտակների։ Սա առաքյալից ոչ թե հուսահատության կոչ է կամ ճիչ, այլ խոնարհության ճանապարհ։ Որքան ժամանակ, որ հույսը մեր փրկության կդնենք մեր ուժերի վրա, այնքան ժամանակ կործանվելու ենք։ Մարդուս փրկության ճանապարհը սկսվում է այն վայրկյանից ու պահից, երբ ամբողջությամբ իր հույսը դնում է Աստծո վրա։ Ինչպես որ նավում խորտակով առաքյալները։ Նավաստիներ էին, ասենց ուժեղ մուսկուլներով, հոյով, փապով, կռիվ էին տալիս ալիքների դեմ, այնքան ժամանակ, մինչև վազեցին Քրիստոսին արթնացրին, ասին Տեր, հասի, փրկի, խեղդվում են, կործանվում են։ Մարդուս փրկությունը սկսվում է այն ժամանակվանից, երբ խոնարհվում է Տիրոջ կամքի, Տիրոջ շնորհի առջև։ Մենք չէ, որ մեզ պիտի փրկենք։ Աստծո սերն ու ողորմությունն է, որ մեզ պիտի փրկենք։ Բայց ողորմություն Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ցույց է տալիս ճանապարհ։ Ասում որ չվախենանք։ Ճանապարհ կա, եւ այդ ճանապարհի անունը Հիսուս Քրիստոս է։ Իր շնորհն է։ Մի վախեցեք։ Մի վախեցեք մեղքի դեմ կռվելուց։ Մի վախեցեք մեղքի երևանուց։ Կռվեք ու պատերազմեք մինչև վերջ։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով, որպեսզի մենք էլ առաքյալի հետ բարձրացային կանչենք։ Տեր, փրկիր ինձ մեղավորիս, մեղքի այս ճիրաններից։ Այսօր եւ վաղը եւ հավիտյանս հավիտենից։ Որպես երկինս և երկրի, հստացում են հավապարով, ու
առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պորոշյանի դատի օրը շատ ամոթ է։ Խնդրում եմ ես ամոթից դասողությունը ստանացել, որտեղ շատ ամոթ է, որ այսօր եպիսկոպոսներ են դասում։ Միքայել Սրբազան, Արշակ Սրբազան, Բագրատ Սրբազան, Մկրտիչ Սրբազան։ Հոգևորականներ են դատում եւ մենք միշտ դրա համար ամոթում ենք։ Այս չպիտի մոռանանք։ Եվ ամսի 26-ի Սրբազան որ դատն է, եթե ժամանակ կրնակ աշտարակում է դատը եւ երեկոյանը ժամերությունը միասնական կլինի Սուրբ Սարգիս եկեղեցու աշտարակի միասնական ընդեղ աղոթ։ Oh